Հայաստանի գլխավոր դրամատունը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6,75%։ Վերջին շրջանում տոկոսադրույքի նվազեցումները տեղի էին ունենում տնտեսական աճի բարձր տեմպերի և գրեթե զրոյական գնաճի պայմաններում։ Մենք փորձեցինք տոկոսադրույքը պահել նույն մակարդակի վրա, որպեսզի տեսնենք զարգացումները ինչ ուղղությամբ են գնում։ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է։ 2024 թվականի տարեվերջին Հայաստանի բանկերում վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 6,4 տրիլիոն դրամ, 2023-ի համեմատ աճը կազմել է 1,2 տրիլիոն դրամ կամ 24%։ Վարկային պորտֆելի գրեթե կեսը սպառողական և հիպոթեկային վարկերն են։ Չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակ նվազեցվում էր, բայց մի շարք վարկատեսակների գծով տոկոսադրույքների աճ է գրանցվել, պահանջարկն է թելադրում, ընդգծում է Կենտրոնական բանկի նախագահը։ Հիպոթեկի շուկայում կա հսկայական պահանջարկ, որովհետև կա պետության ծրագրերը, կամ դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում բնակարաններ, իրենք պիտի վերանորոգեն իրենց բնակարանները, այդ տիպի պրոդուկտների սպառողական վարկերի նկատմամբ կա հսկայական պահանջարկ։ Այդ գործոններն են, պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Տարեցկզբից տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի մակարդակի շուրջ, արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ Այս տարվա առաջին երամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2,5%։ Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում, կազմելով 1,5%։ Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն ու ռուբլին թանկանում են։ Շուկայում տեսնում են Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլի փոխարժեքի վրա։ Դոլարի փոխարժեքի նվազումը Կենտրոնական բանկի նախագահը պայմանավորում է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականությամբ։ Վարկագծային փորձում են հասկանալ ինչ է ուզում ներկայիս ադմինիստրացիան անի, այդ տարիֆների քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով ու կարծում եմ, որ շուկան դեռ խարխափում է հասկանալու համար ուղեգիծ զարգացման։ Մարզերում ապրող տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն հիմա ավելի շատ ձգտում են գործ գտնել Հայաստանում, Կենտրոնական բանկի հեռախոսային հարցումներն են պարզել։ Ռուսաստանի Դաշնությունում օրինակ գնալու են աշխատեն, թե չեն գնալու աշխատեն, սրանից եթե 10 տարի առաջ կամ 7 տարի առաջ կամ 5 տարի առաջ հարցում է իրանում, իրանք փետրվար ամսին արդեն հստակ իմանում են, իրանք մեկնելու են արտագնա աշխատանքի, թե չէ, հիմա անորոշությունը բավականին մեծ է։ Ինչ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները դեպի Հայաստան դրամական փոխանցումների վրա։ Վերջին հարցումներով 80%-ը որպես կանոն լինում էր անկանխիկ, 20%-ը փողի փոխանցման լինում էր կանխիկի տեսքով, Ռուսաստանից վերջում որ գալիս էին իրենց հետ այդ վերջի բանը ակորդը բերում էին, կտորը բերում էին կանխիկով։ Հիմա քանի որ ռուսական բանկերը սանկցիոն եւ այլն այդ խնդիրները փոխանցումները առաջացել է, կանխիկի տեսակարար մեծացել է։ Արտագնա աշխատանքի մեկնողների մեջ ներգրաված են արդյոք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ։ Այս մասով հստակ տվյալներ Կենտրոնական բանկը չունի, բայց փաստ է, որ ավելի քան 21800 արցախցի արդեն աշխատանքի են անցել Հայաստանում։ Ուրիր Մկրտչյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։